Ըստ հրամայում եմ անցնել Հայաստանի Հանրապետության օդային սահմանների պաշտպանությանը։ Դիվիզիոն համար 1 պատրաստություն։ Ահա այսպես է սկսվում հակաօդային պաշտպանության զորամասներից մեկի ստորաբաժանման մարտական առօրյան։ Ավանդական ամեն առավոտ իրականացվող արարողակարգից հետո հրամանատարը անմիջապես կարող է ստորաբաժանման անձնակազմին համար 1 պատրաստականություն հայտարարել։ Հաշված րոպեների ընթացքում զինծառայողները պետք է զբաղեցնեն իրենց տեղերը ու գործի դնեն զորատեսակի հզոր միջոցները։ Արցախյան պատերազմի տարիներին հակառակորդի օդուժը ներխուժում էր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի օդային տարածք, ինչը խաղաղ բնակավայրերի ավերածությունների ու մարդկային կորուստների պատճառ էր դառնում։ Այսօր մարտական գործողություններից 20 տարի անց ոչ մի սահմանախախտ չի կարող, հատելով մեր երկրի օդային սահմանները, անպատիժ խաթարի բոլորի սանդորը։ Նման պարագայում թշնամական գործողություններին անհապաղ կպատասխանեն եւ հուժկու հարված կհասցնեն նախևառաջ հակաօդային պաշտպանության զորքերը։ Այո, այսօր կոլեկտիվ, հստակ, փոխկապակցված, բոլոր մարտական հաշվարկների եւ օղակների գրեթե անթերի աշխատանք պահանջող զորատեսակը իր հրամկազմով, մասնագետներով, ժամանակակից սպառազինությամբ հուսալիորեն պաշտպանում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքը։ Սակայն բոլորիս համար կենսական նշանակություն ունեցող մարտական պատրաստությունը չդադարող նպատակամղված գործընթաց է, որը մշտապես գտնվում է ազգային բանակի ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում։ Իսկ տվյալ ստորաբաժանման անձնակազմն էլ իր հերթին քաջ գիտակցում է իրեն վերապահված խնդիրների ու առաջադրանքների կարևորությունն ու լրջությունը։ Նախկին խորհրդային միությունում ընդունված հայտնի ասացվածքը կողպեքով պաշտպանված սահմանի մասին այսօր այժմեական է նաև մեր երկրի եւ մեր ցամաքային ու օդային սահմանների անվտանգության ապահովման համար պատասխանատու զորքերի համար։ Ստորաբաժանումը հոբ համակարգում կատարում է մարտական խնդիր եւ հանդիսանում է հոբ համակարգի կրակային միավոր։ Ստորաբաժանման բարոյական վիճակը կայուն է բարձր մակարդակի վրա է, որը որ շատ ծառայական հարցերի շուրջ օգնում է մարտական խնդրի կատարմանը։ Հայաստանի Հանրապետության օդային սահմանների պաշտպանության մեջ ունենք մենք մեր լուման, կատարում ենք այդ համակարգում մեր խնդիրը եւ պատրաստ ենք մենք միշտ զգոնենք, միշտ մարտունակ ենք։ Ստորաբաժանման մարտական առօրյային տեղում հետևելուց հետո մեր նկարանող խումբը ուղևորվեց գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող հակաօդային պաշտպանության զորամասի մեկ այլ ստորաբաժանման մշտական տեղակայման վայր։ Այստեղ ըստ դասացուցակի ընթանում էին մասնագիտական տեսական պարապմունքները։ 2012 թվականի դեկտեմբերին շահագործման հանձնված հարմարավետ լսարանները եւ դասասենյակները հնարավորություն են ընձեռում ուսումնական գործընթացը կազմակերպել առավել արդյունավետ։ Եվ հանկարծ դասը չավարտված ստորաբաժանման հրամանատարի կողմից հայտարարվեց ուսումնական տագնապ, այն է համար 1 պատրաստականություն, անձնակազմի մարտունակության աստիճանը հերթական անգամ ստուգելու համար։ Կարծում ենք այս կադրերը կարելի է դիտել առանց որևէ մեկնաբանության։ Հետևելով մարտական հաշվարկների աշխատանքին, մեկ անգամ եւս համոզվում ես, որ օրվա ցանկացած ժամին հայտարարվող տագնապները հակաօդային պաշտպանության զորքերի կարևորագույն առանձնահատկություններից են։ Հոբ համակարգի առանձնահատկություններն էլ հանդիսանում են նրանում, որ օրվա ցանկացած ժամերի, գիշերային ժամերի, հանգստի ժամերի, դրանք կլինեն մարտական պատրաստության դասընթացներ, թե դաշտային երգեր, շատ կարճ ժամանակում անձնակազմը զբաղեցնում է իրենց մարտական դիրքը եւ կատարում են խնդիրը։ Նկարահանումների հաջորդ վայրը հայ-ռուսական միացյալ հրամանատարական կետն էր, որտեղ շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում զորատեսակի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մարտական հաշվարկները։ Մեր սպաները իրենց ռուսաստանցի ծառայեկիցների ու գործընկերների հետ համատեղ հսկում են Հայաստանի օդային սահմանները։ Այս համագործակցությունը, զինվորական եղբայրությունը, ինչը երկար տարիների պատմություն ունի,
մեր ժողովուրդների ընդհանուր շահերի, նաև անվտանգության հուսալի ապահովման լավագույն երաշխիքն է։ Հակաօդային պաշտպանության զորքերը օդային առաջնագծում են։ Նրանց ամենօրյա զգոն ու աչալուրջ մարտական հերթապահության շնորհիվ Հայաստանի երկինքը ջինջ է եւ խաղաղ։